Պարոն Մելիքյան, վերջին մի քանի օրերի պատերազմական գործողությունների ընթացքում ուզում եմ նախ գնահատենք մեր իշխանությունների, մեր արտաքին քաղաքական դիվանագիտությունը, եթե հակառակորդը նախահարձակ եղավ այս գործողություններին, ապա ինչքանով մեր արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագիտական քայլերը դրան կարելի ասել նպաստեցին։ Նպաստեցին ոչ թե կոնկրետ առանձին քայլերը, այլ ընդհանուր առմամբ ռազմավարական տեսանկյունից սխալ ընտրված ուղղությունը, թե քաղաքական փաստարկումների եւ թե դրանց դիվանագիտական ճանապարհով կյանքի կոչելու մասով։ Մեր ընդհանուր առմամբ ընտրված մոտեցումները, դիվանագիտական բանակցային հիմնադրույթները չեն համապատասխանում իրականում մեր շահերին։ Եվ այս անհամապատասխանությունը տարիների ընթացքում կուտակվելով ըստ էության Ադրբեջանի համար ստեղծեց քարտ բլանշային իրավիճակ, երբ նա կարող էր միակողմանի դիմել ռազմական բավական ծավալուն գործողությունների եւ չարժանանալ միջազգային հանրության արձագանքին, չարժանանալ համապատասխան իրավական գնահատականների, դա բավարար չէ դեռ ամեն ինչին գումարած մեր մերձավորագույն դաշնակիցները ՀԱՊԿ-ի գծով, ԵԱՏՄ-ի գծով, ԱՊՀ-ի գծով ոչ միայն մեր կողքին չկանգնեցին, այլ ավելին ըստ էության իրենց քաջալերանքը ուղղակի եւ անուղղակի կերպով ցուցաբերեցին պաշտոնական Բաքվին, անձամբ Ալիևին, եւ այն տպավորությունը փաստորեն ստեղծվեց, որ Հայաստանը ոչ դաշնակից ունի այս աշխարհում, ոչ բարեկամ ունի, բոլորը թշնամի են, մենք պետք է հույսներս կտրենք ամեն ինչից։ Մի խոսքով, սա այս իրավիճակը ստեղծվել է տարիների ընթացքում կուտակված սխալների արդյունքում եւ ըստ էության անարդյունավետ մարտավարության բանակցային, որը կապված է հենց ռազմավարական նպատակների սխալ ձևակերպմամբ։ Կոնկրետ այս օրերի ընթացքում մեր արտաքին գործերի նախարարությունն ընդհանրապես կատարեց պատշաճ իր պարտականությունները ձեր դիտարկման, որովհետև տպավորությունն էր, թե մենք ընդհանրապես չունեինք արտաքին գործերի նախարարություն, միայն մի քանի հայտարարություններ եւ երեք Էդվարդ Նալբանդյանն իր հարցազրույցում նշում է, որ ինքը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել այս օրերի ընթացքում, կարծես ողջ բեռը ընկել էր պաշտպանության նախարարության։ Մենք իհարկե կարող ենք որոշակի առումով հաշվարկներ կատարել, թե այս տարիների ընթացքում որքան նամակներ են գրվել, որքան դիմումներ են հղվել, քանի հանդիպումներ է եղել, քանի երկրում է նախարարը քանի անգամ եղել, բայց այդ ամենը քաղաքական առումով արդյունք չի տվել։ Եվ այստեղ խնդիրը մենակ արտաքին գործերի նախարարությունը չէ։ Այս խնդիրը ամենաբարձր քաղաքական մակարդակում լուծվող խնդիր է։ Նախ այդ բարձր մակարդակում ընդունվում է որոշակի ռազմավարություն, որի համատեքստում որդեգրվում է մարտավարությունը եւ ահա արտգործնախարարությունը այդ մարտավարության իրականացնողներից մեկն է։ Երբ ռազմավարական նպատակների ձևակերպումը ճիշտ չի արված, մարտավարությունը չի կարող արդյունավետ լինել։ Եվ այստեղ ամբողջ բեռը բերել դնել արտաքին գործոս նախարարության վրա արդարացի չէ, այլ խնդիր է, որ պարոն նախարարը հասկանալով, որ նրա վարած արտաքին քաղաքականությունը փակուղու մեջ է, կամ պիտի համապատասխան կերպով դիմում ներկայացնի իր վերադասներին, քաղաքական ղեկավարությանը երկրի, բացատրի, որ այս մարտավարությունը արդյունավետ չէ եւ կամ պետք է փոխվի ընդհանուր ռազմավարական կառույցը եւ այդ համատեքստում նաեւ մարտավարություն, կամ հրաժարական տա, որովհետեւ նա ընդունակ չէ այս իրավիճակում երկրի համար օգտակար արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել։ Սա է խնդիրը։ Առաջիկա բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ինչ ձևաչափով կարող են լինել։ Ես նկատի ունեմ նաեւ Լևոն Տեր-Պետրոսյան Սերժ Սարգսյան հանդիպումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքը, որ բանակցվող փաստաթուղթն առաջիկայում նորություն չի լինելու, լինելու են մադրիդյան սկզբունքները։ Այսքան տարի անց մեր իրականության մեջ այդ սկզբունքները ինչքանով են արդիական։ Այս սկզբունքները մեռելածին էին ի սկզբանե։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ հիմա սկսելու են խոսել, որ այդ սկզբունքների շուրջ պետք է բանակցենք,
դրա համար անմիջական պատասխանատվություն չկրելով համանախագահողների հանդեպ այդ բոլոր մարդիկ մեզ տանում են եւ խորացնում են փակուղին։ Այս փակուղուց դուրս գալու հնարավորություններ կան եւ մենք ետ դառնալու խնդիր չունենք, մենք չպետք է վերադառնանք նրան, ինչից այսօր մեզ Ադրբեջանը այսպես հեշտությամբ ազատեց։ Նախ մենք Ադրբեջանի հետ ես կարծում եմ այս փուլում բանակցելու ոչինչ չունենք։ Հայկական կողմերը Ադրբեջանի հետ խոսելիք չունեն, քանի դեռ չի վերականգնված տարածքային ստատուս քվոն, որը խախտվել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում։ Եվ սա այն հիմնական պահանջն է, որ մեր արտգործնախարարությունը նախ եւ առաջ պետք է ներկայացնի ինչպես համանախագահող պետություններին, այնպես էլ ադրբեջանական կողմին։ Քանի դեռ ստատուս քվոն վերականգնված չէ որևէ բանի մասին, մենք խոսելիք չպետք է ունենանք ադրբեջանական կողմի հետ։ Սա թիվ 1 խնդիրն է, բայց սրանից բացի կան նաև այլ գործողություններ, որ Հայաստանը պարտավոր է կատարել, որոնց մասին ես այժմ չեմ բարձրաձայնի, սա արդեն իշխանության խնդիրն է եւ եթե համապատասխան ուրեմն հետաքրքրություն լինի, այդ հետաքրքրությունը ես կբավարարեմ։ Դուք նշեցիք մեռելածին սկզբունքներ են եղել ի սկզբանե, մեռելածին դրույթներ են եղել, մադրիդյան սկզբունքների մասին է խոսքը։ Եթե իշխանությունը գնում է այդ ճանապարհով, իշխանություններին դեմ արտահայտվող Հայաստանի կոնգրեսը պաշտպանում է այդ ճանապարհը, ներքաղաքական մասով եմ ուզում հարցնել, ըստ էության մենք ունենում ենք թե իշխանության եւ թե ընդդիմության կողմից այս սկզբունքների շուրջ համաձայնություն, այդ համազգային կոնսոլիդացիան, ինչպես իրենք են նշում, սրա դեմն առնելու մեխանիզմներ լինելու են նոր փաստաթղթի, նոր դրույթների շուրջ գործակցելու, մանավանդ եթե Ուրեմն իհարկե սա գործընթացի խնդիր է, որ ավելի բարդ է, քան պարզապես առանձին վերցրած որևէ մի քայլ, անհրաժեշտ է նոր ռազմավարություն, այդ խնդիրը լուծելի է շատ կարճ ժամկետներում եւ հակառակ բոլոր այն չարագույժ եւ վատատես ուրեմն տարատեսակ ելույթների եւ արտահայտությունների ներկա պահը մեզ համար հարմարագույնն է իրավիճակը արմատապես փոխելու համար, ընդ որում արմատապես փոխելու ոչ թե դեմ գնալով որևէ մեկին, ոչ թե հակառակվելով ինչ-որ մեկին հայոյելով, մենք կարող ենք շատ հանգիստ շարունակել խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, Եվրասիական տնտեսական միության հետ, ՀԱՊԿ-ի հետ, բայց դրա հետ միասին մենք հնարավորություն ունենք նաև մեր շահերը առաջ մղել։ Դրա համար գործով պետք է իսկապես զբաղվեն մասնագետներ, եւ եթե իշխանությունները համապատասխան բարի կամք դրսևորեն, ես ավելի քան վստահ եմ, որ մենք շատ արագ կարողանանք իրավիճակը փոխել։ Ձեր դիտարկմամբ առաջիկա բանակցություններում, եթե հնարավոր եղավ վերականգնել ստատուս քվոն շփման գիծը, հնարավոր է լինելու նաև Ռուսաստանի դերի մեծացում այս հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նշվում է, քանի որ Մոսկվայի նախաձեռնությամբ Մոսկվայում կնքվեց այդ պայմանական հրադադարը։ Գիտեք, Ռուսաստանը, ինչպես եւ համանախագահներից յուրաքանչյուրը առանձին վերցված, ամեն կերպ կձգտի իր անձնական, անմիջական մասնակցության չափը ավելացնել եւ ավելացնել սեփական ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Մեր խնդիրն այն չէ, որ համանախագահների շահերը տուժեն կամ համանախագահների ազդեցության չափը ավելանա կամ պակասի ի վնաս մեր կամ որևէ մեկի։ Մեր խնդիրն այն է, որպեսզի մեր շահերը կարողանանք ներդաշնակեցնել ինչպես համանախագահների տարածաշրջանային շահերի, այնպես էլ ընդհանուր երկարաժամկետ խաղաղության հասնելու գերակա շահին, որը եւ մեր ուրեմն շահերից է բխում եւ Ադրբեջանի շահերից է բխում։ Սա է մեր գերնպատակը։ Եվ ես տեսնում եմ այդ նպատակին հասնելու հնարավորությունները։ Մեզ պետք չէ ոչ մեկին նվաստացնել, ոչ մեկին հայոյել, ոչ մեկին թշնամի սարքել, դրա կարիքը չկա, բայց ինչպես դա անել, դա պետք է անեն այն մարդիկ, ով գիտեն այդ ճանապարհը, այդպիսիք էլ կան։ Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղան վերադարձնելը ինչքանով է հնարավոր հիմա։ Միանգամայն հնարավոր է, բայց կրկին ոչ մի առանձին վերցված գործողություն չի կարող արդյունավետ լինել, եթե այն դուրս է մնում ընդհանուր ռազմավարական ծրագրից։ Ոչ մի առանձին ջղաձգում չի կարող օգուտ տալ։ Դա միայն կվնասի մեր շահերին։ Այլևս բավական է, չի կարելի նույն այն փնթիությամբ շարունակել գործը, որով որ դա արվել է առ այսօր սկսած 91 թվականից։
Կարծում եք գործընթացին պարոն Մելիքյան այս ողջ մի քանի օրերի ընթացքում տևած այս գործընթացին պետք է հաջորդեն հրաժարականներ։ Գիտեք, ես հրաժարականների խնդիր չեմ դնում այսօր։ Մենք պետք է ելնենք ընդհանուր քաղաքական նպատակահարմարությունից։ Մեզ պետք չի քավության նոխազներ գտնել եւ նրանց ոտնակոխ անել։ Ի վերջո բոլորն են մեղավոր շատ բաների համար։ Եվ մեր իշխանության որակի համար այսօրվա եւ դիվանագիտական սխալների համար ժամանակն է այլևս մենք մեր անելիքները կառուցենք ոչ թե մեր կողքինին տապալելու եւ ստորացնելու սկզբունքի վրա, այլ միմյանց առավելագույն արդյունավետությունը օգտագործելու վրա։ Սա է ուղի։ Եվ ձեր կանխատեսումները, թե կարելի այսպես ասել, Ադրբեջանի հետագա գործողությունների հետ կապված այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում, արդյոք կարող է երկարատև լինել, թե Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերված, որպեսզի խնդիրը նորից բերվի բանակցությունների սեղանին։ Այս պայմաններով մենք բանակցությունների սեղանին կարծում եմ, որ չպետք է վերադառնանք։ Ադրբեջանը պետք է վերականգնի 94 թվականի զինադադարով սահմանված ուրեմն իր դիրքերը եւ ազատի այն տարածքները, որ այսօր սկսել է վերահսկել պատերազմի արդյունքում։ Առանց դրա, եւ դա պետք է Հայաստանի համար կոշտագույն նախապայման լինի։ Առանց դրա Հայաստանը Ադրբեջանի հետ խոսելու ոչինչ չունի։ Եվ դա պետք է հստակ հասկանան նաեւ համանախագահները։ Եթե Հայաստանը այս հարցում թուլամորթություն դրսևորեց, այլևս շատ դժվար կլինի գահավիժումը հետագա կանխել։ Իսկ համանախագահների կեցվածքը, ասուլիսը այստեղ միանգամայն բնական է։ Նախագահները պահում են իրենց այնպես, ինչպես եւ պետք է պահեին հայկական կողմերի բանակցային պահվածքի այս պայմաններում։ Այսինքն արդյունքը նման չեզոք դիրքորոշումների կանխատեսելի էր եւ բնական էր դրա համար համանախագահներին մենք ամենևին պախարակելու տեղ չունենք։ Բայց սեփական մոտեցումները պետք է վերանայենք արմատապես։ Պարոն Մելիքյան, եւ ձեր խոսքում դուք նշեցիք, որ պետք չէ որևէ մեկի հետ թշնամանալ, պետք է շարունակել գործընկերային հարաբերությունները, այն հանգամանքը, որ Ռուսաստանն այդքան ահռելի մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին, չի կարող ստիպել մեզ որոշ վերանայումներ անենք մեր հարաբերություններում Ռուսաստանի հետ։ Չէ՞ որ հակամարտող կողմերին, բացի այն, որ մենք ունենք Ուրեմն վերանայումները առաջին հերթին պետք է վերաբերեն մեր կողմից վարվող քաղաքականությանը եւ ռազմավարությանը։ Եվ ես տեսնում եմ ինչպես անել, որ այդ ռազմավարությունը չհակասի Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացման գործընթացին։ Եվ այդ զենքի վաճառքներն էլ ինչպես այսօր կան, այնպես էլ վաղը կարող են կասեցվել։ Մենք դրան պետք է ձգտենք։ Ոչ թե փնովենք, հայոյենք եւ դրթենք ռուսներին, որ նրանք պարզապես կոտոշությունից ելնելով ավելացնեն այդ վաճառքները Ադրբեջանին։